Բոլորին բարի օր եւ բարի գալոս Mountain High Farms Ջրաղացի ձոր Դիլիջան ազգային պարկ Տավուշ այսօր 2026 թվականի հունիսի 14-ն է Անդրևոտ եղանակ եւ մեր սևանգուստների հիմա տեսեք արդեն մեր ուսումնական կենտրոնի հարևան տարածքում են այստեղ կա այս բույսը, որը ժողովուրդն ասում է վայրի շուշան, մեծ քանակություն, որը հանգուստները իրենք են աճեցրել, իհարկե արոտների կառավարման մեր արդյունքում եւ հիմա վայելում են։ Իմիջիայլոց բույսը անգլերեն կոչվում է cow parsley կամ հայերեն թարգմանությամբ կովի մաղադանոս եւ շատ խթանում է կաթի արտադրությունը կովերի մոտ եւ բնականաբար լավ է եւ կենթայիների եւ փոքրիկների համար։ Իմիջիայլոց դորտերները նույնպես սիրում են շատ։ Մեր մոտ անձրև էր մի քիչ կտրվեց, տեսնում եք համպերը նորից հեսա կկուտակվեն, սկսել է գցել անձրևը, գետի մյուս կողմում մեր սև անգուսների տղաներն են, նույնպես առաջ են շարժում արագ, այս առատ տեղումների ընթացքում մենք աշխատում ենք ինչքան հնարավոր է արագ տեղափոխումը անել, արոտների փոխումը, որովհետև մեր հետևում գտնվող արդեն արոտավայրերը շուտով կվերականգնվեն, որպեսզի կարողանանք արագ վերադառնալ հետ։ Անձրևի տակ այս օր ես ուզում եմ խոսել մի շատ ցավոտ թեմայի մասին, որը մեր երկրի Հայաստանի խոշոր երջանիկ գլխականակի կատաստրոֆիկ անկումն է վերջին տասնամյակի ընթացքում։ Դրա մասին շատ խոսվել է, մարդիկ կան, ուրեմն փորձում են աչքաթող անել, տես բան չկա, ես լսել եմ շատ կառավարիչներից, նույնիսկ ագրեսիվ։ Տես ինչ եք ասում, տես բան չկա մեր մոտ, սակայն մարդիկ երևի չգիտեն, որ վիճակագրական տվյալները հրապարակվում են, դրանք ինտերնետում են, ոչ թե միայն մենք ենք տեսնում, այլ երկրից դուրս բոլորը տեսնում են։ Իմ կարծիքով պետք է ռումբ պայթեր, երբ որ մենք տեսնում ենք այդ անկումը տեմպերը գնալով ավելանում են, շուտով արդեն գլխականակի կեսը կվերանա, ոչինչ չի արվում, նույնիսկ մարդիկ հլը չեն կարողանում ընկալել, թե ինչու է դա տեղի ունենում։ Որպեսզի համեմատության մեջ նայենք, տեսնենք հլը որ երկրն է, Հայաստանը մոտ 40% այսօրվա դրությամբ մենք անկում ունենք, տասնամյակի առումով մեր կողմից ուրեմն քննադատվող բելառուսների մոտ օրինակի համար այդ անկումի 9.3% է, Ռուսաստանում 10-ից 15% այս տասնամյակի ընթացքում։ Նկատի ունեցեք, եւ Բելառուսը եւ Ռուսաստանը այն երկրներ են, որոնք ոչ միայն միս են արտահանում Հայաստան, այլ նաեւ ուրիշ երկրներ, իրենք միս արտահանող երկրներ են։ Հայաստանը միս ներկրող երկիր է, մեր միսի 50%-ը մենք ներկրում ենք ամեն տարի վճարելով այլ երկրի ֆերմերներին $200 միլիոն եւ ավել, ամեն տարի $200 միլիոն եւ ավել։ Այսինքն 10 տարվա կտրվածքով մենք $2 միլիարդ արդեն վճարել ենք այլ երկրներում ֆերմերներին ներդրում ենք արել։ Պատկերացրեք, այդքան ներդրում արվեր Հայաստանի գյուղատնտեսության մեջ։ Այս դրա համար է դա պետք կանգնեցնել եւ հասկանալ ինչու։ Անցնենք առաջ, մեր հարևան վրացիների մոտ ավելի վատ է, 40-ից 45% է անկումը, նախ չգիտեմ։ Ահավոր կառավարվող սիստեմ է եւ իրենք ավելի շատ էլի միս են ներկրում, կներեք, որովհետեւ ներկրում են։
Հիմա տեսնենք այն մեր կողմից քննադատվող, հա, վատ կառավարվող ճակերտների մեջ երկրները, օրինակ Կազախստանը։ Ղազախստանում վերջին 10 տարվա մեջ գլխաքանակը ավելացել է 50%-ով։ Ղազախները ընդհանրապես այդ կառավարման մասով ֆենոմենալ երկիր են, որից մենք պետք է սովորենք։ Իրենք 2010-ական թվականներն էր պետական ծրագիր կար, որ իրենք գնում էր պետությունը Ղազախստանի, գնում էր ամբողջ աշխարհում ծնված ամեն մի սև անգուս հորթը։ Բերում էր Ղազախստան եւ բաժանում էր իր ֆերմերներին։ Բաժանում էր 10,000 գլուխ 2010-ականներին ներկրելուց հետո իրենց այսօրվա սև անգուս գլխաքանակը 113-ից 115,000 գլուխ է։ Ավելացրել են, ոչ թե կերել, խժռել։ Ուզբեկները, որոնց մենք նույնպես ծիծաղում ենք, հա, երևի վրեքները կամ թերագնահատում ենք առնվազն 30%-ով ավելացրել են իրենց գլխաքանակը։ 15%-ով Ղրղզներն են ավելացրել, տաջիկները մոտավորապես 7-ից 8%-ով։ 10 տասնամյակի ընթացքում, դե հիմա համատեք մեր հետ։ Միացյալ Նահանգները, Եվրոպան, բոլորը համարյա պահպանել են իրենց գլխաքանակը 10 տարվա ընթացքում։ Եթե հիմա ստատիստիկական անկում կա, ուրեմն այդ 10 տարիների ընթացքում եղել է նաև ավելացում եւ դինամիկա իրանց մոտ կախված տնտեսական կերերի կամ չգիտեմ մթերատվության հետ կապված։ Այդ երկրները կառավարվող երկրներ եւ իրենք էլ են միս արտահանող երկիր։ Հայաստանը միս ներկրող երկիր է։ Հիմա կառավարիչներին որ հարցնես, ծածկադմփոց կանեն կամ նույնիսկ չեն էլ կվիճեն քո հետ։ Ինչի է դա տեղի ունենում։ Մի հատ եկեք հասկանանք վերջապես։ Հայերը չեն կարողանում ներողություն եմ խնդրում կով չեն կարողանում պահենք, եթե դա չեն կարողանում, ինչ կարող են կարել, հրթիռ կարող են արտադրել, ավելի լավ, հա։ Եթե սա դժվարանում ենք անել եւ պատրաստ ենք հարյուրավոր միլիոնավոր դոլարներ նվիրել այլ երկրներին, ինչ է տեղի ունենում։ Պարզ հասարակ բան է տեղանում։ Հայաստանի գյուղատնտեսական սխեման, անաստապահական, գոմերում, կառուցել գոմեր, ուրեմն հետո կենտրոններին բերել, հետո գնալ, ուրեմն կեր ներկրել այն երկրներից, որտեղ գալիս է նաև մեր կաթնամթերքը, մենք ներկրում ենք կաթնամթերք, մսամթերք, միս այդ երկրներից եւ կերեր։ Նաև ներկրում ենք այդ գոմի համար սարքավորումներ եւ այլ եւ այլ։ Այսինքն այդ երկրներից ներկրում ենք ամբողջությամբ ընդօրինակում ենք իրենց կառուցվածքը սխեման արդյունաբերական գոմերում բերել բերովի կերով կերկը հետո ուզում ենք որ բրցակցենք այդ նույն երկրների հետ որտեղ դերից էլ նաև միս ենք ներկրում։ Դա պայմանական ասենք Ռուսաստանն է, դա Ռուսաստան, Բելարուս, ինչ որ չափով Ուկրաինա։ Մենք դա ենք անում, համառորեն գնում ենք հոսանքին ընդառաջ, համառորեն գնում ենք ուրեմն ճակատով պատին խփելու։ Եվ ինչ է լինում, նույնիսկ կովերն են հասկանում, որ իրենց գլխաքանակը պետք է պակասի։ Եթե այդ կովերը լեզու ունենային, հիմա ասել էին մեզ, տղերք, այսքան ծախս որ անում եք, չէ՞ որ մենք նույն չափով միս ենք տալիս եւ կաթ ենք տալիս, ինչ ստեղ, ինչ Ռուսաստանում։ Դուք այսքան որ 3-4 անգամ ծախս եք արել, ո՞նց եք իրանց հետ մրցելու։ Սթափվեք։ Ինչ է պետք անել։ Պարզ հասարակ բան։ Հարկավոր է նայել Հայաստանի Հանրապետության հողային բալանսը, վիճակագրական կոմիտեն ամեն տարի նույն աղյուսակը հրապարակում է։ Հայաստանի Հանրապետությունն ունի այսքան բնակավայրի հող, այսքան արդյունաբերական, այսքան հասարակական, այսքան գյուղատնտեսական, այսքան արոտներ, այսքան խոտակներ։ Այդ բալանսը որ նայեք մեր երկրի կեսը այսպիսի հեռագնա արոտավայրեր են,
որտեղ ոչ մի բան ուրիշ հնարավոր չի անել, տրակտոր չի աշխատում, որ բան ցանենք։ Թեք են լանջերը։ Կեսը երկրի։ Ու այդ կեսի 80%-ը չի օգտագործում։ Ոչ մի բան։ Երկիր կա, որի տերիտորիայի համարյա կեսը դուրս է գրված տնտեսական բալանսից այդ երկրի, պատկերացնում եք, այդպիսի երկիր կա, եւ ինքը մեծ երկիր չի, փոքր է, անունը Հայաստան։ Այդ հեռագնա ուրեմն տարածքների, արոտների, տարածքների 20%-ը դեգրադացված է, որովհետև գտնվում է գյուղերի մոտակայքում կենթանիների համար հասանելի է 20%-ը ուրեմն անկառավարելի խուժան արածեցման դեգրադացել են, աղքատացել, գնացել են այդ մարդիկ։ Այդ գյուղերից հեռացել են։ Եվ ես ունեմ մի քիչ ավելի մանրամասն վիդեո, որը կդնեմ հղում ես վերևում հեսա կտեսնեք, դեք այնտեղ էլ նայեք։ Վերացրել են այդ 20%-ը, այն 80%-ն էլ չօգտագործելով են դեգրադացնում։ Եվ հետո ասում են, չէ, մենք պետք է շարունակենք, ենք սուբսիդիաներ ենք տալու, որպեսզի ավելի թանկ գոմեր կառուցեն, որպեսզի ավելի շատ պակասի մեր գլխաքանակը, բայց տենց կլինի։ Մենք ինչ, ասենք, ինչ ենք սպասում։ Լուծումը ո՞րն է։ Լուծումը առավելությունը օգտագործելն է։ Մենք կոպիտ ասած սարերում ենք լավ ֆուտբոլ խաղում, ոչ թե Ռուսաստանի անծայրածիր դաշտերում։ Մեր առավելությունը սա է։ Մենք սարերում ենք կարողանում աճեցնել վերականգնողական, որպեսզի կարողանանք ամբողջ տարին արածեցնել։ Քավլիցի Հայաստանում արոտային սեզոնը 10 ամիս եւ ավել է։ Միջինը։ Տեղեր կան 11 ամիս արոտային սեզոն եւ մենակ մի ամիսն է հարկավոր կերակրել քաղաց խոտով։ Ինչի չենք անում դա։ Դա կառավարման խնդիր է, կառավարչի խնդիր է։ Կառավարիչներ կան, որ կանտեսեն, կառավարիչներ կան, դե ինչ այլ է առնում ենք էլի դրսից։ Կառավարիչներ կան, որ կխանգարեն, ոնց որ մեզ կոռումպացված կառավարիչներ կան, որ մեզ խանգարում են, որպեսզի մենք անենք դա։ Իրենց փոխարեն։ Գոնե մենք կանգնեցնենք։ Պարենը զենք է։ Մեր դեմ հիմա արդեն մարդիկ երևի նոր հասկանում են, օգտագործում են պարենը որպես զենք, պարենի շուկաները որպես զենք։ Այսօր չեն թողում ծաղիկ արտահանվի, վաղ չեն թողի միս ներկրվի։ Ինչ ենք անելու։ Գնելու ենք երևի բանից, Ավստրալիայից, ասենք թե ավելի թանկ, ասենք, բայց էլի տեղ կա, չէ։ Հետո մենք այդ ներդրումները հարյուրավոր միլիոնների կկատարենք ուր ավստրալիական, նորզելանդական ֆերմաներում, հա։ Եվ ավելի շատ։ Եվ կասենք ինչ խելոք ենք, լավ գործ ենք արել։ Անասնապահությունը պետք է փոխվի։ Ուսանողը, որ պետք է մտնի լսարան, առաջի օրը, ասենք թե գնացել եք, դա քոլեջ կլինի, թե ագրարային համալսարան, ուզում եմ զբաղվել անասնապահությամբ, ինչ պետք է անեմ։ Եվ երբ որ դասախոս ասում է, գիտես ինչ պետք է անես, առաջի հերթին պետք է կառուցես գոմ։ Այդ հարցը պետք է փակվի, դա միանգամից սխալ ճանապարհի վրա է դնում, դրա համար են այս գեղեցիկ կենդանիների գլխաքանակը պակասում։ Ամեն տարի եւ կպակասի։ Մենք չենք կարողանա մրցակցել այնտեղ, որտեղ մենք չունենք առավելություն, հակառակը։ Մենք պետք է մրցակցենք այնտեղ, որտեղ ունենք առավելություն։ Կերեր չպետք է ներկրենք։ Ինչի համար ենք ներկրում կերեր, եթե մենք կարող ենք օգտագործել արոտավայրերը համարյա շուրջ տարին։ Այդ ինչ բան է, ասենք թե, այդ ինչ հանճարեղություն է։ Հարկավոր է միանգամից հասկանալ դա։ Խնդրում եմ հույս մի դրեք, հա, կառավարությունից, նա շատ հոգսեր ունի եւ Աստված դա գոնե առաջնահերթությունները շուտով հասկանա։ Մեր համար դա առաջնահերթություն է, որտեղ կատաստրոֆա է։ Մենք կարող ենք միս արտահանել, բայց մենք միս ենք ներկրում։
Այն էլ վատ որակի միս։ Գիտեք, նաև ես դրա մասին առանձին կխոսեմ, բայց նույնիսկ հայ սպառողի այդ զամբյուղը մսի, հա, դա է փոխվել։ Տավարի միսն է եղել ավելի շատ սպառվող։ Հիմա փոխվել է, դարել է արդեն հավի եւ խոզի միսը։ Ինչու, գիտեք ինչու, որտեղ ավելի էժան է։ Եվ հավի միսը 80%-ը գալիս է դրսից։ Խոզի միսի մոտարապես 50%, եթե ոչ ավելի, դրսից է ներկրվում։ Խոզի գլխաքանակը, այո, վիճակագրորեն ավելացել է, բայց չի հասցնում արտադրողը, ֆերմերը, որովհետև սպառողը իր նախընտրությունը փոխել է էժանության պատճառով։ Տավարի միսը թանկ է, միշտ եղել է թանկ։ Պատկերացնում եք, եւ դա չի խոսում, որ տնտեսական վիճակն է լավացել բոլորովին։ Այսքանով ուզում եմ սահմանափակեմ, ժամանակս է սահմանափակված։ Խնդրում եմ հետևեք մեր ալիքին, բաժանորդագրվեք, շատ եմ խնդրում, հեշտ է դա։ Հեսա կերևա է պատուհանը, կլիկ արեք մայրանգուսի վրա։ Այս տեսանյութ տակ դրված է հղումը առցանց գնման։ Նաև կարող եք առցանց գնել մեր արտադրանքը, ինչպես նաև այցելեք հղումը, որը նույնպես դրված է այս մեր կայքեջի հղումը, որը նույնպես դրված է այս տեսանյութի տակ, որտեղ դուք կարող եք իմանալ իմիջիայլոց ինչ է նշանակում եւ ինչ առավելություններ ունի վերականգնողական անասնապահությունը եւ ինչպես կառավարել այն, ինչպես նաև կարող եք իմանալ թե ինչպես, որտեղից, ներողություն, որտեղից գնել մեր արտադրանքը, հիմնական սուպերմարկետները հասցեներով եւ համաներով։ Շնորհակալություն եմ հայտնում եւ կտեսնվենք։